Վահագն Հարությունյանը արդեն 14 տարի սովորեցնում է թիկնապահական արվեստը։ Փորձառու մասնագետը շեշտում է, կասկածելի կարող է թվալ ամեն ինչ։ Նա լավ գիտի ինչպես տարբերել կասկածելի իրը սովորական մոռացված պայուսակից եւ կասկածելի անձանց պատահական անցորդներից։ Ամենօրյա քո աշխատանքի գնալուց կամ տանից դուրս գալու շքամուտքում կլինի կամ աշխատանքի տեղում տրանսպորտի մեջ դու չես նկատել այդ իրը այդտեղ։ Եթե նա հայտնվել է, դա արդեն իսկ համարվում է արդեն քո համար կասկածելի իր։ Կասկածելի մարդ կարող է լինել, եթե դու նրան չես տեսել եւ նրա գործողությունների մեջ տեսնում ես անվստահություն կամ դա կարող է դու չնկատես, ինչ որ մի նրա շարժումը, նրա դեմքի միմիկան, նրա քայլվածքը, նրա ձեռքի եղած պայուսակը, որը որ քեզ մոտ կասկած է առաջացնում։ Թիկնապահը խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում ձեռք չտալ որևէ առարկայի, եթե անծանոթ է, եւ անպայման զանգահարել 911 կամ ոստիկանություն։ Էլեկտրո սարքերը, դրանք կապի միջոցները, ռադիացիաները պետք է անմիջապես անջատել, որպեսզի նրանք ինքնաբուխ ներգործություն չունենան։ Նույնիսկ այն դեպքում, եթե կարող ես պաշտպանել ինքդ քեզ, փորձառու թիկնապահը խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել իրավիճակը, ցավալի դեպքերից խուսափելու համար։ Ինքնապաշտպանությունը միշտ չէ, որ ցանկալի արդյունքը կարող է տալ։ Յուրաքանչյուր մարդու խորհուրդ է տրվում, երբ որ ձեր վրա զենք են պահում, աշխատեք, ենթարկվեք ձեր վրա ուժ գործադրողին այնքան ժամանակ, երբ որ դուք համոզված կլինեք արդեն ձեր գործողությունների մեջ։ Թիկնապահական քոլեջի տնօրենը շեշտեց, որ այսօր ցանկացած բան կարող է վտանգ սպառնալ մարդու կյանքին, եւ կապ չունի, կարող ես պաշտպանել քեզ, թե ոչ, անպայման պետք է դիմել իրավապահ մարմիններին։ Հայաստանի քաղաքացիները, սակայն, երբեմն նախընտրում են սեփական ուժերով կանխել իրենց սպառնացող վտանգը։ Եթե տեսնեմ, եթե կողքինս լինի, ով իմանամ, որ կարող է օգնել, նրան կդիմեմ, կամ ինքս եթե ինչ-որ բան կարողանամ անել։ Հայաստանում չեն հանդիպում այդպիսի մարդիկ, որ կարող են մասսայաբար ինչ-որ վնաս պատճառել։ Կփորձեմ դուրս գալ այդ վիճակից, ինքս ինչ-որ բան ձեռնարկել։ Միանշանակ ոստիկանություն պետք է դիմեն։ Ոստիկանությունը զգուշացնում է, պետք չէ դիմել ինքնագործունեության, այն կարող է ավելի վտանգել ձեր եւ մյուսների կյանքը։ Աղվան Ասոն, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։